Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, նախքան այսօրվա առանձնացրած թեմաներին անդրադառնալը, կուզեմ ուղղակի ևս մեկ անգամ հորդորել, այսպես ասած, մեր դատաիրավական համակարգին չդառնալ թուրքի գործիք, դատավորներին, խնդրանքս, պահանջս, հորդորս, ժողովրդի եւ հատկապես մարտնչած տղաների անունից մի սպանեք մեր տղաներին Բերթերում, նրանք դեռ ձեզ շատ են պետք գալու ձեր երեխաների կյանքը փրկելու համար, մի դարձեք թուրքական այս էշալոնի քեմալական պայմանագրի, ձեռքի գործիքն ու խաղալիքը, դուք ձեր երեխաների կյանքն եք առաջինը վտանգում, եւ առաջի անգամ չէ, որ դրան անդրադառնում եմ, ուզում եմ մի բառով անդրադառնամ, նոր անցնենք ընթացիկ թեմաներին, ազատամարտիկ, կամավորական, ամբողջ կյանքը կռված տղայի, Արմեն Մնացականյանի կյանքը վտանգված է, առողջական վիճակը օր-օրից ամրանում է եւ հորդորս Գագիկ Հարությունյանին, տղա ջան, ես գիտեմ, որ դու լավ ընտանիքից ես ու գիտեմ, որ այս քեմալական պայմանագրի հարվածները սեփական մաշկիդ վրա ես զգացել, մի սպանի այդ տղային, ամոթ է, հետո չես կարալու այդ կեղտից մաքրվել, այդ տղեն քաղաքական ոչ մի տիպի առնչություն չունի, դուք հոգեկան հիվանդ մարդու, որ հոգեբուժարանում է բուժվում, ցուցմունքի վրա, ցուցմունքի իման վրա, այդ տղուն 2 տարի տանջում եք, Բերթում առանց դատու դատաստանի, անգամ թույլ չեք տալի տնային կալանքի գնա, որ բուժումները շարունակի, ամոթ է վերջապես, մի քիչ գոնե հայ եղեք, հասկացանք թուրքական հրամանի տակ եք, հիմա անդրադառնանք ընթացիկ մեր առօրյա հոգսերին չէ, արդեն վտանգներին, Տիգրանաշենը քյարքի է հայտարարել, Փաշիև Նիկոլը, ու Տիգրանաշենը հանձնելով հանձնում է Սյունիքի ճանապարհը, ես արդեն 8 տարի է գոռում եմ այդ մասին, չեք հասկանում վերջապես, որ եթե Տիգրանաշենը սարքեց քյարքի, Տիգրանաշենցի, այդ որ ասում ես տան դիմաց վճարում են, այդ վճարը քեզ Երևանում չի փրկելու, Նիկոլը այսօր արդեն հասցրեց հայտարարել, որ սահմանադրություն է փոխում, Նիկոլը ունի միայն մեկ ելք իր կաշին փրկելու, իր այդ հաստ թուրքական կաշին փրկելու մի հատ ելք ունի, հանձնելու Հայաստանը, ինքը անում է դա կտոր, ու չկարծեք, որ թուրքը համաձայնվելու է միայն Տիգրանաշենը վերցնելով, հաջորդը լինելու է Սյունիքը, իդեպ են ղափանցիներին, որ ինձ գրում եք, Պարսկաստանը մեզ պահելու է, հիշեցնեմ ավարայրի ճակատամարտը, պարսիկները հիմա մեզ թշնամի չեն, բայց եկեք չմոռանանք պատմությունը, որտեղ նա ով ուրանում ու մոռանում է իր անցյալը, նա ապագա չի ունենում, դա է մեզ ուսանում մեր պատմությունը, մեր հայրերի ժառանգությունը, ավարայրի ճակատամարտից սկսած պարսիկը երբեք քեզ դրացի չի լինելու, որտեղ նա իր նկատառումներն ունի, չնայած հիմա ասեմ, որ այս պահի դրությամբ զինակից է, ուղղակի ընդհանուր շահերն են համընկնում, հայերի և պարսիկների, հիմա անդրադառնանք ինչ է լինելու, եթե քյարքին, ես գիտեք, բանակը իմ ամենաթույլ տեղն է, ես կանգնած եմ այդ բանակաշինության ակունքներում սկսած 16 տարեկանից ու ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու բոլոր կռված տղաներին, հերիք է լռեք, հերիք է ասեք աթոռա կռիվ է, հերիք է քանի մենք լռում ենք, մեզ հատ Բերթերում փակում են, մեր ամբողջ հրամանակազմը հիմա կամ Չոբանքյարա է կամ Կլորում, ու ինչքան է սա տևելու տղերք, Սասուն Միքայելյանը դեռևս 14 թվականին է Ալլահ Ակբար գոռացել, ընդ որում եռաբլրում, ով կասկածում է վիդեոնի մեջում կան, մտեք նայեք, այն Սասուն Միքայելյանը, որ հիմա սուննատվել է թուրքական կրոն է ընդունել փաստացի իր պահվածքով, իսկ դրանից առաջ ելի դաշնակ դրո էր երգում, ես ինչ եք դարել տղերք, ես ինչ եք անում, Ինչ եք արել, դուք էլ եք հիասթափվել, դրա համար ամեն օր զոհ ունենք, դրա համար Պապիկյանին նման 9 ամսական ցմփորն է, հիմա մեր պաշտպանության նախարարը, դրա համար գերագույն գլխավորը թուրք է,
Այդ է մեր լռությունը, հանդուրժողականությունն ու մեր թույլտվությունն է։ Մենք ենք մեղավոր, մենք ֆիդայիններս, մենք ենք մեղավոր, որ այսօր ունենք քեմալական պայմանագիր, որտեղ նրանք շարունակում են հոխորտալ ազգային ժողովում, որտեղ կարողանում են հայ կանանց բանտարկել, մտածածին սարքած կարած գործերով, ու վերջում են ասել հայ կանանց իրավունքներն ենք պաշտպանում, ղռերը անուլ էդ որ կանանց իրավունքներն ես պաշտպանում։ Արեքնազ Մանուկյանի, թե Լիդիայի, թե իմ, ամսի 28-ին էլ իմ դատնա, որ մեկինս ես պաշտպանում։ Ասել եմ, կրկնում եմ, որ պահին, որ անուլ անցավ գործի, ես հայ տղամարդկանց պաշտպանության գրասենյակ եմ բացելու, գոնե այն սերմացուները փրկենք, թե չէ անուլը որ տենց սկսեց, հետո արդեն հայ չի մնալու, սերմացու էլ չենք ունենալու, սաղին խաժռելու է, սովոր է խաժռելու տղամարդկանց։ Հիմա նորից զոհ ունենք, նորից եմ կրկնում բանակի պրոբլեմները շատանում են օր ու մեջ զոհ ունենք, Պապիկյան սրատակից ոնց եք դուրս գալու։ Ընդհանրապես քեմալական պայմանագիր հասկանում եք ինչ եք անում։ Դուք հասկանում եք, որ դուք չեք կարողանալու այս ամեն ինչի տակից դուրս գալ։ Չեք կարողանալու, Հայաստանը չեք կարողանալու կապիտուլացնել, որպեսզի կարողանաք ձեր կաշին փրկել կամ ապաստան խնդրել գտնել ինչ-որ միտեղ, հենց ձեր տերերն են ձեր ախրին նստելու, այսպես ասած։ Են հավաքածու քածուքուծի տանուլ, այդ որ կռված տղաների վրա էրատոջոկատը բաց ես թողելու քրեական գործեր են կարում, սարքում, թխում, ոնց են ասում, ու մտածածին գործերով հիմա այդ տղերքին փակած են, այդ տղերքին դու պատասխան ես տալու, հենց քո այդ էրատո ջոկատի այդ Գայանե Լիլիթ միլիթներով, այդ Լուսինե Լիլիթ շատ գիտեմ, Գայանե, այդ ինչեր ես բաց թողել տղերքի վրա, որ քրգործեր են կարում, այդ թափթփուկներով դու պատասխան ես տալու առանձին, անուլ ես չգիտեմ, Իսկ եթե պատժամիջոց ես վերցնում հակագազ հագցնելու զինվորին ժամը 9-ին իրիկունը ու որ դրա իրավունքը չունես ու վազում է նա զորամասից դուրս դու դրա իրավունք ունես Պապիկյան դրա մեղավորն ու պատասխանատուն բա դու ինչացու ես այդտեղ դու ինչացու ես եթե տեղյակ չես քո բանակի որ զորամասում ինչ է կատարվում Բա ով է մեղավորը, օրու մեջ մենք զոհ ունենք, ստացում է եթե պատերազմական ժամանակներում մենք մեր տղաներին պատերազմ ուղարկելուց, մեր տղաները ավելի ապահոված էին, ավելի կարող էին ողջառողջ հավանականությունը վերադառնալու ողջառողջ ավելի շատ էր, քան հիմա քո պահած խաղաղ բանակում, հա? Էդ է ստացվում, էդ ինչ պատժամիջոցի ձև է, որ ասում ես նախկինները, որտեղ եք տեսել նախկինները այդ ձևի պատժամիջոց? Օգոստոսի 24-ի Սիսիանի զորամասից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել, հայտնաբերվել է պայմանագրային ծիծառոյողի դին։ 19 տարեկան ձորաղբյուրցու մասին է խոսքը։ Նորից, ես ասում եմ, օրու մեջ մենք զոհ ունենք, ես այդ զինվորների, ծնողների վրա եմ զարմանում, չեմ հասկանում, դուք ինչու եք լռում, ինչի չեք գալիս բողոքելու, ինչի չեք հելնում, ընդվզելու, վերջի վերջո այդ երեխաներին տանում և վերջի հայկական սերմացուն են ոչնչացնում ես թուրքերը։ Հասկացեք, որ քեմալական պայմանագիրը դա երիտ թուրքերի ծրագրի շարունակողներն են։ Ես այդ բառից չեմ վախենում, նայեք տեսեք ինչ են անում։ Փաստերը բոլոր կան։ Ժամանակին, որ ասում էի, Սյունիքը տալու եմ, ինչ ասես ասեցիք, մինչև այդ ասում է Արցախն են տալու, ինչ ասիք ասեցիք։ Հիմա հասկանում եք, որ օր-օրի վրա հասնում են Երևան թուրքերը։ Ձեզ թվում է թուրքը կանգ է առնելու։ Այդ երեխաներից ոչ մեկը ինքնասպան, իսկ եթե ինքնասպան է, դա ուղղակի Պապիկյան անմիջական պատասխանատուն մեղավորը դու ես դրա։ Դու հենց մենակ դու քո գերագույն գլխավոր հրամանատարը, քո գերագույն գլխավոր, որովհետև ես որպես ամբողջ կյանքս կամավորական Մահապարտ, ես նրան գերագույն գլխավոր ոչ ընտրել եմ, ոչ կընտրեմ։ Նրա հետ հիմա ասել էի ուր գնալու, ինչ մնաց մարտադաշտ։ Ժողովուրդ հերիք է,
Այս երեխեքին ինչքան պետք է նայեք տեսեք խաղաղ պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղություն կնքած պահից էս կողմ։ Ինչքան զոհ ունենք։ Քանի երեխա ունենք զոհված։ Այն 15 տղաների դատը ինչ եղավ։ Նորիկյան, ինչ եղավ այն 15 վարված տղաների դատը։ Եղիշեի բերանը ինչի փակել տվիք։ Բոլորը իրար հետ։ Որովհետև մի հատ մի անգամ ընդամենը մի նախադասությունով հարցաքննության ժամանակ կորցրել էր իրեն ու ասել էր տղաները արդեն մահացած են եղել, հա որ վառվել են։ Դրա համար հիմա լռեցրիք։ Դրա համար հիմա Եղիշեին ստիպեցիք, որ նա այլևս ցուցմունք չտա։ Դրա համար փորձում եք հիմա Եղիշեի վրա ջարդել բոլորը։ Դուք ընտիր գիտեք ինչ է եղել, ինչի է կերել այդ 15 տղաներին, որովհետև ականազերծել չեն ուզել Ազատ գյուղը, չէ՞։ Որտեվ չեն ուզել Թուրքի դեմը ճանապարհ բացել, չէ՞ Նիկոլ։ Որտեղ է եկել հիմա։ Որտեղ Ազատ գյուղ։ Օթաչուն նոր է եկել, Օթաչուն եկել է 2000 անօթաչու չէ, հենց օթաչու է եկել դիվերսիայով 2018-ին, Նիկոլով, Թավիշով է եկել։ Ու թուրքը որ ասում էր ես քայլելով եմ մտնելու Երևան, ճիշտ էր ասում, Նիկոլը քայլելով մտավ Երևան։ Նիկոլը թուրք է, հասկացեք վերջապես։ Իսկ բոլոր նրան պաշտպանողները, եթե իրենց հայ են համարում, ապա դավաճան են։ Դավաճան ազգի, երկրի, իրենց պապերին, իրենց երեխաներին։ Այսօր արդեն Նիկոլը խոսում է սահմանադրության փոփոխությունից։ Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է իբր դատաիրավական կոռուպցիայից ազատվելու եսիմինչ։ Կոլիկի հերթական հեքիաթները Գյուլնաստատի սահմանադրության փոփոխություն նշանակում է Թուրքի հրահանգով հրաժարվել Արցախից, Եղեռնից եւ այն ամենից, ինչը որ հայկական է։ Այդ ֆոնի վրա վեհապարին ամսի 28-ին նորից դատ են բացել, նորից դատում են։ Առաջինից դա օգոստոսի 28-ին է։ Նույն իմ դատի օրը, իդեպ։ Հայեր, հիմա ես ուզում եմ հասկանալ, այս ամեն ինչի ֆոնի վրա, իսկականից մտածում եք, որ սա վերջ է ունենալու, լուրջ մտածում եք, որ Նիկոլին կարա ինչ-որ մի բան ստոպ տա, նա կորցնելու բան չունի, նա նահանջելու տեղել չունի, որովհետև իր նահանջը արժենալու է իրեն և իր թուրքական քեմալական պայմանագրին կյանք, ընդ որում իրենց պատվիրատուների կողմից, եթե նրանք պատվերը չկատարեն, այդ թուրքական խունտան չկատարի թուրքի պատվերը, թուրքից վճարված լինելով չեմ վախենում այդ բառից, որտև դա իրականություն է, դա է փաստը երևում, փաստացի դա է երևում, ապա նրանց հենց իրենց պատվիրատուները, հենց իրենց տերերն էլ ոչնչացնելու են, ու հերիքա կապիկություններ անեք, ոչ մի բանը չի փրկելու, ոչինչ չի փրկելու, ոչ ազգային ժողովում գոռալով, ոչ ճիշտը ճակատին ասելով, դրանք պադոշ են, չեք տեսնում, որ իրանց, սենց են կոպիտ ասած, ռակաշի տատալի, դրանց ուղեղին ոչ մի բան չի հասնում։ Օգնելու է միայն մի բան, ասել եմ, կրկնում եմ, երբ այգիտ մտնում է Թուրքի, հայվան փեդով են քշում, ուրիշ վարիանտ չունի սա։ Հայաստանը Աստծո տված եդեմն է, Հայաստանը քրիստոնեական երկիր է, մեր եկեղեցին քայքայում են 1700 տարի, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր եկեղեցին է եղել, մեր պետականությունը, մեր կաթողիկոսներն են եղել, մեր մշակույթի կրողը, պահպանողը և մեր ազգ պահողը, մենք աղոթքով ենք կռիվ գնացել, երևի աշխարհում միակ ազգն ենք, որ կնքվել ենք զենքը ձեռքներիս, ես դրա պարզ վկաներից եմ, որ կնքվել ենք զենքը ձեռքներիս, որ գնացել ենք կռիվ կողքի վանականի հետ, կուսակրոն վանականների հետ են գնացել կռիվ, ու հաղթել ենք, որովհետև հաղթել ենք աղոթքով, որովհետև հաղթել ենք ոչ թե քանակով, այլ որակով, հայոց ազգու հետ ինչ է կատարվում, ինչ աթոռա կռիվ, ով է անում աթոռա կռիվ, ուրա աթոռ որ կռիվ անեն, հասկացեք վերջապես, մեր կառավարությունը զավթել են թուրքերը, ու հարկավոր է այդ թուրքերի դեմ կռիվ տալ,
Բոլոր հնարավոր միջոցներով, բոլոր գրչով, խոսքով, ինչով ուզում եք, ինչով կարող եք։ Սրա վերջը չի երևում, սրա վերջը չի լինելու, սրա վերջը լինելու է Երևան դարձնելով, եթե դեմը չառնենք, հարկավոր է դեմը առնել, այս ամեն ինչի դեմը տղերք հարկավոր է առնել, Նիկոլը ունի ֆիդայաֆոբիա, հասկացեք, ու ինքը հենց վախենում է մեզանից, կամավորականներիցս, Նիկոլը մեզանից է վախենում, դրա համար են մեր կռված տղերքը հիմա բերթերում, դրա համար լեգենդար Աշոտ Երկաթը նուբարաշենում է, դրա համար Չախմուրը բանում է, բերթում է, դրա համար մեր լավ կռված տղաները հիմա դանդաղ իրենց ձեռքով սպանվում են, նրանք տանջամահ են անում բերթերում, բոլոր նրանց ումից վախ ունեն։ Հասկացեք վերջապես, այս ամեն ինչի դեմը հարկավոր է որ առաջ առնել, որովհետև մենք Սյունիք ենք կորցնում ենք Սյունիք։ Անօթաչուով կգան, օթաչուով, իրենք քայլելով եկան։ Իրենց անօթաչուները մեզ վաղ չէ, ժամանակին երբ իրենք ունեցել են, թուրքերը նկատի ունեմ, երբ իրենք ունեցել են ռմբակոծիչները արդեն, թուրքական ռմբակոծիչներ են ստացել, մենք հրացաններով ռմբակոծիչներ ենք խփել, եղել է նման դեպքեր։ Մենք կռվել ենք այդ ռմբակոծիչների դեմ, իրենց զենքը խլել ենք, կռվել ենք իրենց դեմ ու հաղթել ենք իրենց։ Հիմա ինչ է կատարվում, հիմա ինչ է աղել ժողովուրդ, էլի մեկս 100-ի դեմ կարողանալու ենք, թուրքնովա, արաբունա չա ասել, մանվելի արաբունա ասել, մանվելն ասել արաբու, ասլա թուրքնումնա, թուրքնում շուննա, թուրքը կռվող չի, մենք հերոս չենք, է թուրքնա ոչխար, այո թուրքը ոչխարա, ուղղակի այդ ոչխարին ենքան ենք աճեցրել, որ արդեն իրեն հրեշը համարում հասել է մեր կառավարության շենք, այ էդ է ամբողջը, ուրիշ ոչ մի բան։ Իսկ այս ընթացքում խաղաղ պայմաններում զոհված բոլոր զինվորների ծնողներին ցավակցությունս մեր բոլորիս ցավն է դա եւ ժողովուրդ ասեմ եկեք միավորվենք ավելի լավ է կանգնած պատվով զոհվենք կռիվ տալով զոհվենք քան հատ մորթվենք քան չոքած ապրենք Թուրքին Հայաստանը առանցայի է պետք, Պարսիկին նույնպես, Սյունիքը առանց սյունեցու է պետք, Ղափանցիներ լսում եք հետ որ գրում եք, ինչքան էլ որ դրացիդ հարևանդ եղբայր ձևանա քեզ, շահերի բախման դեպքում դառնալու է համար առաջի թշնամիդ, եկեք պատմության դասերը չմոռանանք, եկեք պատմություն սովորենք, եկեք մեր պատմության սխալների վրա, սովորենք հաղթել ու ճակատագիրն ու կյանքը հայոց պատմության ցույց են տվել մի վառ բան, մի վառ ապացույց ունեն այն պահերին, որ մենք կարողացել ենք բռունցքվել, ազգովի պաշտպանել մեր մշակույթը, մեր երկիրը, մեր հայրենիքը, մենք ունեցել ենք հզոր պետություն ու եթե որոշ թուրքական որդեր մտել են մեր ցորեն հացի ալուրի մեջ, ուրեմն հարկավոր է այդ ալուրը մաղել ու այդ որդերին սատկացնել, այդքան բան, հարկավոր է ալուրի միջի որդերին սատկացնել, որպեսզի մաքուր հայկական հաց ունենանք, հարկավոր է պաշտպանել, ելեք պաշտպան կանգնենք մեր ազգայինին։